Խաղաղության օրակարգից մինչև դաշնակցության անցյալի սխալներ, հանցագործությունների աճի մասին մտահոգություններից մինչև քաղաքական հետապնդումների մեղադրանքներ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցն էր ազգային ժողովի նիստերի օրակարգում, բայց падգամավորների ելույթներից ոչ մեկը հարցին չէր առնչվում։ Վաշինգտոնից ընդամենը 20 օր անց Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովում Փաշինյանը հետևյալ արձանագրումը արեց. Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում։ Հիշեցնեմ, որ Վաշինգտոնյան փաստաթղթերի թանակը չչորացած Ալիևը հայ հասարակությանը անվանեց հիվանդ, պնդեց սահմանադրության փոփոխության խնդիրը եւ հայտարարեց. ուժով էլ լինի միջանցքը վերցնելու ենք։ Ձեր ելույթը ծայրից ծայր Ադրբեջանի քարոզչություններ։ Դրա համար ասում եք այսպես կոչված խաղաղություն, բայց Զանգեզուրի միջանցք։ Այսպես կոչված խաղաղություն, բայց ձեր թիմակիցը տեղանք որպես բնորոշում էր Արևմտյան Ադրբեջան։ Կամ դարակազմիկ խաղաղության փլուզում, բայց Ալիևի ելույթի ցիտում եւ այլն։ Ես չեմ հավատում, որ դուք միամիտ ստացվում։ Դա ուղիղ ադրբեջանական նարատիվների հրապարակում էր 10 րոպեանոց այս ամբիոնից։ Ընդդիմության գործողություններից հետո հնչեցրած հայտարարությունները անլուրջ են թվում, մտահոգությունները կեղծ կարծիք հայտնեցին կառավարող խմբակցության падգամավորները, խոսեցին խաղաղության գործընթացում առաջընթացի ու դրա վերաբերյալ ընդդիմության վերաբերմունքի մասին։ Տիկին Քրիստինե Վարդան ասում է, օգոստոսի 8-ը ոչ մի բան է։ Ոչ մի բան։ Մի հատ կարաք ցույց տաք այդ ձեր Լևոնով ու իր հոգեզավակ Ռոբերտով, Սերժով, բանով։ Ցույց տվեք 12 ամիս այդ 3-ի կառավարման տարիներին միավոր վերցրած 12 ամիս, որ մարտական պայմաններում զոհ չի եղել, ցույց տվեք։ Չեք կարա ցույց տաք։ Չեք կարա ցույց տաք, որտեվ չի եղել տես 12 ամիս։ Մենք հիմա դա ցույց ենք տալի։ Սուտ եք ասում, մի տարի, 5 տարի չկրակելը չի նշանակում, որ խաղաղություն է, չի նշանակում, որ խաղաղություն է, ինչպես 2020-ից առաջ չկրակելը կամ քիչ կրակելը չէր նշանակում, որ 2020-ը չի լինելու։ Կոնկրետ շատ հստակ ծրագրված կերպով տորպեդահարում եք խաղաղության գործընթացը։ Հնարավոր չի չնկատել փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում եւ տեղի են ունեցել վերջին տարիների ընթացքում։ Այս հայտարարություններից հետո կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի տեխնացու Լևոն Բալյանը անգամ եզրափակիչ ելույթ չունեցավ։ Հայտարարվեց փակ գաղտնի քվեարկության մասին։ Ավարտին հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ որևէ падգամավոր չի մասնակցել քվեարկությանը, հետևաբար տեխնացուն չի ընտրվել։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում ընտրվեց Ռիփսի Մեհունանյանը 61 կողմ ձայնով։ Տեղի ունեցան նաև օրինագծերի քվեարկությունները։ Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց բաժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը եւ պատասխանատվության չափը հստակեցնող նախագիծը, իսկ առաջին ընթերցմամբ կիբերանվտանգության մասին օրինագիծը։ Այս նախագծի ընդունումից առաջ ընդդիմությունը ընդմիջում վերցրեց եւ անվերադարձ հեռացավ դահլիճից։ Չընդունվեց միայն Հայաստան խմբակցության ներկայացրած քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։